պատողը իհարկե կենթարկվի դատական ակտին, ուժի մեջ մտած դատական ակտին եւ եթե պետք եղավ քանդել կքանդի, եթե պետք եղավ դադարեցնել կդադարեցնի, այսինքն կառուցապատողը գործում է օրենքի սահմաններում եւ օրենքը դատարանը ինչ որոշի, դա էլ կարվի։ Դա միանշանակ վստահեցնում են բոլորին։ Հիմա երբ որ ասացիս միտքը այն է, որ ստեղ բարձրաձայնվում է տարբեր բաներ, մի հարկ, երկու հարկ, չգիտեմ, քաղաքաշինական փաստաթղթեր, քաղաքապետարան, հանրային լսում եւ այլն, այդ ամեն ինչի վերաբերյալ մարդիկ դիմել են դատարան, դե սպասեք դատարանը որոշում կկայացնի, հիմա որ ճանապարհ փակեցին, ակցիա արեցին, այդ իրանց ուզածը, ինչը որ մինչեւ դատարան մտնելը ուզել էին, ու չէր ստացվել, չի ելնելու, չէ։ Հիմա որ ժողովուրդ ջան, ասեմ ինչ բիզնեսի մասին է, այդ արատավոր պրակտիկան տարիներ շարունակ եղել է, բայց հիմա եւս շարունակվում է։ Մարդիկ գնում են շինթույլտվություն են վիճարկում, առաջ որ ավտոմատ կասեցվում էր, ավելի հեշտ էր բողոքողի համար։ Հիմա դրա համար օրենսդիրը որոշեց, որ չէ, սենց չի կարա շարունակվի, դրեց սահմանափակումներ, որ երբ որ միջնորդությունով կապացուցես, որ քեզ վնաս է պատճառվում, նոր դատանը կկասեցնի։ Մարդիկ գնում են կառուցապատողին, ասում են, «Էս տուր, այն տուր, որ չբողոքեմ»։ Հիմա դրա համար դուք անուղղակիորեն կներեք ինձ, ես ձեզ անչափ հարգում եմ եւ որևէ պիտակավորելու միտում չունեմ, բայց անուղղակի չիմանալով դուք եկել եք ու այդ բիզնեսին եք հիմա նպաստում։ Այո, ուզել եմ։ Տեսեք, մենք կառուցապատող ընկերություն է, Լավ, դուք ներկայացրեք, հա, ես դիրեկտոր չեմ։ Ինչ են ուզել բնակիչները։ Կոնկրետ ուզել են իրանց ունեցած զավակներին համապատասխան թվով բնակարան։ Չի ստացվել, գնացել են բողոքել են։ Նոր շենքում Այո, հիմա մենք տեղեկություն ունենք, որ այդ բիզնեսը ինչ-որ չափով ստեղ հաջողվել է շրջակայքի այլ շինարարություններում, այլ կառուցապատողների կոմերցիոն երևի ստացվել է, հիմա փորձել են ստեղել, չի եղել, օքեյ, բողոք հարկել եք, մենք գնալու ենք մասնակցենք այդ դատին, նոր ենք ստացել մենք դատանի որոշում։ Պարզի որ ասելու է։ Կառուցապատողի ներկայացուցիչն ասում է, որ բնակարան եք ուզում շնչել։ Մենք հատուցում ենք ուզե իրանից, մինչև հատուցումները չտա, եթե այսքան բանի մեր տների գինը իջնում է իրա, 2 հատ տուն ունեմ, իմ տների գինը ամեն մեկը $150,000 իջնում է այս երկուսի պատճառով, ինքը 2 տանես Մենք միշտ էլ գիտենք մեր տների գինը ինչքան է, մենք այնց նոր տներ են գնահատել, շուկայականով նայում ենք, մենք շուկայականով նայում ենք, թե մեր տները ինչ կարժենան, ու հիմա եթե մեկը առնի, ավելի ներքևի տունը ավելի շուտ կառնի, քան ստեղ։ Իսկ դուք որ փակում եք այս ամբողջ տերիտորիան ձեր շինարարության համար, դուք որ փակում եք, մենք չենք կարում։ Մեր հատուցումը թող տան, որ մենք չտուժենք, կարող է ես իմ տունը ծախում եմ, գնում եմ, ամեն մի տան մեջ $150,000 տուժում եմ։ Ձեր պատճառով դուք եկել եք մեզ վտարում եք ստեղից։ Դե լավ, ի՞նչն եք վտարում։ Ներողություն, ձեր մոտիվացիան։ Կներեք, էլի մի հատ հարց տամ։ Մի կողքը ապրեմ, ստիպված պետքա ծախեմ գնամ։ Ամեն մի տունս իմ հայատի, ոչ չի կարելի, ես խոսում եմ հենց հիմա, որովհետև քեզ օգուտ չի իմ խոսածածը։ Եթե ես մի բան ասում եմ, քեզ օգուտ չի, որովհետև դու իրավունք չունես, ասես, խի եք փագում, խի եք անում, բա որ դուք եք փագում ձեր մեծ ավտոներով բան եք լցնում, մենք ում եք բողոքենք։ Ուզում եք այս նոր կառուցվող շենքում փոխհատուցում այլ բնակարան։ Փոխհատուցում ինքը կարող էր 2 հատ այստեղից տար, 2 հատ այստեղից տար, որովհետև ամեն մի տունս իմ 500,000-ից էժան չի։ Մենք ենք բոլոր 58-երը ասեցին մերժվեց, իրանք եկան սարքեցին իմ պատի հետևը։ Աղբեր ջան, եթե դու իմ լուսավորությունը կտրում ես, ուրեմն պետքա փոխհատուցես իմ տների համար։ Ակցիայի բոլոր մասնակիցներն էլ ուզում են։ Բոլոր մասնակիցները, ստորագրողները ուզում են։ Բայց քանի որ իմ պատի հետևն է հենց 6 մետր չկա, մի հարգանի տան կողքը կադաստրը դեմ է քվեարկել։ Իրանք սարքում են 8 հարգանի, ես պետքա նստեմ իմ հյուրասենյակում, պատուանից հետևից նայեմ այսպես մի հատ 8 հատ։ Ձեր կարծիքով որ նման հայցով մտնեն դատարանը կբավարարի օգուտ ձեզ։ Մենք այնց արգումենտներ ունենք, մենք ունենք այն արգումենտները, որը որ անտեսվել է մարդկային իրավունքները։ Մարդու իրավունքները ով է ասում։ Ինչ ասեց։ Քեքեանդորը ու Արորյան հարանվում է։
Որտեղ ու դար կախում է բոլոր տեղերը լավ շատ բան են անում խախտումներով բայց երեխեքի անդորն ու առօրյան հարավում է ապագան էլ բեկալեք ձեռներդ մենք սյո քաշվենք մի կողմ սեփական տներ կողքել գնանք քանդենք են բարձրահարկել Լսի դա հիմա լավ էս մարդուն Անորեն են թույլ տվենք ընկեր անորեն են թույլ տվել սեփական տանկով քաղաքի կենտրոնում անորեն են թույլ տվել Քաղաքն ու գյուղը տարբեր բան դա մենա հետամնաց քաղաքն է Երևանը ճարտարապետության քաղաքաշինության չի համապատասխանում ոչ մի սանիտարական Ժողովուրդ մի վարքյան Ժողովուրդ տեսեք հիմա դուք ինձ անենց հարց եք տալի մոտիվացիան այդ այստեղ սեփական տներ են բոլոր շարին ես պաշտպանում դե ասեն կառուցապատողի մոտիվացիան ո՞րն է Չէ, նա եկեք սեփական տներ են, սեփական տներ են, մարդիկ քաղաքից դուրս եկել են, իրենց ավան առինջը կոտայքի մարզում է։ Իրենց տները ասում են ծախել են, եկել են այստեղ, որպեսզի քաղաքի աղմուկից կտրված, հիմա ու ասում են այստեղ հորեր չկան։ Հիմա ձեր մոտիվացիան այստեղ է սեփական տների հարևարությամբ, այս բազմաբնակարան շենքը կառուցելու իմաստը եւ ոնց եկեք հարցերը լուծելու։ Այդ հարցերը ժողովուրդ, երբ որ քաղաքաշինական փաստաթղթերը տալիս են ջրերը գնում են կողքով գործող կոյուղ միանում են Հիմա որ ձեր ուզած երկու տունը տան կոյուղի պայմանական կլինի թե չի լինի Ուշի դրա մեջ Ուզած երկու տունը տային հարկայնության այդ խնդիրը կլուծվեր թե չէր լուծվի Հիմա որ ձեր տունը տային ձեր պահանջած տները շանտաժի լեզվով պահանջած տային մի րոպե այս բանը գնա չեք էլ գնա բողոքի այդ ձեր բարձրացած խնդիրները մնացածն են ուզելու անենց որ ինձանով չէր բրծել Հիմա ձեր հետ եմ դուք եք ամենաակտիվը նույնն էլ մնացածին Չէ այսինքն հիմա ասում եք այս խնդիրը կա այս խնդիրը կա այս խնդիրը կա բայց երբ որ ասում եմ դուք բան եք պահանջեք կառուցապատողից չեք ստացել նոր եք գնացել բողոքի Հիմա որ տային այդ խնդիրները եթե կան կա լուծվեին հա տրամաբանություն կա դրա մեջ որ հարցը Ինչպես եք լուծելու կոյուղու հարցը այլ Տեսեք դուք հիմա Այդ ինչի եք որոշել ես չեմ կարող ասեմ Հա ես իրեն շահերն եմ պաշտպանում նման ակցիաներից եւ շանտաժներից Դե կթողեք պատասխանեմ այս խեղճ աղջկա հարցին Տեսեք երբ որ այդ կոյուղի տեսեք այդ ինչը որ քաղաքաշինական փաստաթղթերը երբ որ անցնում է պետական համալիր փորձաքննություն անցնում է տարբեր գործընթացներ եւ տարբեր գերատեսչությունների մոտով անցնելով նոր գալիս է վերջում դառնում է շինթույլտություն հիմա այդ ամեն ինչը նախատեսվել է այսինքն եթե չգիտեմ մի քիչ մասնագիտական բան էլի եթե կոյուղին ասենք չգիտեմ տրուբայով չպետք է անցնի այլ ձև պետք է անցնի ու դա էլ է ընդունելի օրինակ պետության համար կամ վարչական մարմնի համար կամ պետական այլ մանր ուրեմն տենց կլինի ոնց նախատեսված է տենց կլինի ինչ նախատեսված որտեղ արդեն շինթույլտվություն ունեք բայց ով ասես չկա Հասկանում եք հասկանալ ինչպես է լինելու բազմաբնակարան շենքերի կոյուղու հարցը ինչպես է լուծվում Այսինքն ձեր կարծիքով այս սարքվելուց հետո ստեաբլոները չեն կարողան չեն ունենալու կոյուղի Տանից առաջ պետք է կանչահարույց շենքեր Հա կա իհարկե կա այդ Միանալու են ընդհանուր ցանցին, այլ ցանցերի Այտենց հստակ ես չեմ կարող ասեմ ժողովուրդ դուք հիմա ինձ շինարարի հարցեր եք տալի որին ես ամբողջությամբ չեմ տիրապետում բայց ինչը որ կա ամենը օրենքի սահմաններում է բոլոր պետական մարմինների կարծիքներով անցել է եւ որևէ խոչընդոտ ու խնդիր չկա, որը հետագայում այս շենքերի կառուցման արդյունքում կարող է որևէ մեկի իրավունքը խախտվի կամ չգիտեմ կոյուղին ալնի չլնի, այս ալնի չլնի։ Վարչական դատարանը Դիմել եք դատարան թող դատարանը որոշում կայացնի։ Ինչ որոշեց այդ ինչը պետք է անենք մենք գտնում ենք որպես Մերսին թույլտվությունը իրավաչափ է, կառուցապատողն էլ իրավաչափ Ժողովուրդ ջան դիմել եք դատարանը երբ որ որոշեց ես այն ժամանակ կգամ կասեմ այո դատարանը որոշել է որ իրավաչափ չի կապած հա դուք էլ նշեցիք որ վարչական դատարանում է եթե հանկարծ դատարանը որոշի որ չի թույլատրում ինչ է եւ դուք էլ ասիք որ կասեցումը չի օրենքով կասեցում այլևս չկա հա շարունակում եք այնքան Հա քանի դեռ դատարանը չկա ինչ է կանում Այդ արդեն կորոշվի բայց հաստատ կենթարկվենք դատարանի որոշմանը Իմ տված հարցին քիչ առաջ պատասխանել եմ մեսենջերով ասում են որ կոյուղին կպնելու է քաղաքի կոյուղում Կառուցապատում տեղյակ ինչ-որ մեկը
Դե միգուցե ես տեսեք, հիմա ոնց որ Հիմա ինձ ոնց որ հարցնեք ասեք ես ցեմենտը M500-ով է թե M250-ով բանը իրանց գրելով իբր թե միանում է միջև գոյուղիչ սարքեին իրանք իրավունք չունեին այս ամեն ինչն անեին ասեց է ով ես եմ ասում դե դուք եք ասում գնացել եք դատարան այ մարդ որ որոշեց իրավունք չունեիք ասենք դուք ճիշտ եք մենք սխալ այ իրավունքներից են խոսում իսկան դու իրավունք ունես ուզածը ի՞նչ է հիմա հա այս ակցիայի իմաստը ո՞րն է մենք չունենք պարկինգների տեղ օքեյ դատարանը որ որոշեց մենք կենթարկվենք դատարանին ձեզից ներողություն կխնդրենք օքեյ շենք ստոր գետնյա պարկինգներում այո Երբ է ավարտվելու Ճիշտ ասած երևի 2 տարով է տրված հստակ չեմ կարող ասեմ էլի տեսեք ես մի անգամից եկել եմ հստակ չեմ կարող ասեմ երբ է ավարտվելու 26 թվականի սեպտեմբերին այնտեղ գրած է Ներողություն ավտոկայանատեղի հետ կապված բնակչության նշումը որ Երբ 12 ավտոկայանատեղի ահա ընդամենը բայց բնականները մի քան 5 անգամ ահա թույլատրելի ոչ մի օրենքում պարտադիր պահանջ չկա որ քանի բնակարան ոչ մի պահանջ չկա թե քանի բնակարան եղավ այդքան էլ պետք է ավտոկայանատեղի նման պահանջ չկա քանի ինչը որ օրենքով սահմանված է ճիշտ է Դե մենք էլ այդ օրենքի դեմ ենք պաստոր։ Ուզում եք դուք ավտոներ չունեք, էլի հաստ է։ Համապատասխան ավտոներ եթողնեն մեր ավտոները։ Հիմա այս ավտոն որ ասենք անկապ քշում էր, կառուցապատողն է մեղավոր։ Չէ ժողովուրդ այն ավտոն որը տենց արեց, կառուցապատողն է մեղավոր։ Ասես դրանով կենք փագել։ Դու ես որոշում կենք փագել, ինչ եք փագել։ Լավ ենք արել փագել։ Կներեք, Բայց պահանջեք ուղում կառուցապատողին եք վարկաբեկում։ պատրաստ է փոխհատուցում տալ։ Ինչի վերաբերյալ։ Դե քաղաքացիները ասում են, որ իրենք դուժում են։ Տեսեք, ես էլ ասում եմ, որ քաղաքացիները, օրինակ գիշերը գալիս են սարկածը քանդում են, առավոտը գալի նորից զրոյից սարքում են։ Ողջամիտ եմ ասում։ Այդպիսի բան եղել է։ Չէ, ողջամիտ եմ, հա, ողջամիտ եք համարում իմ ասածը։ Չէ, տարբեր է, հիմա ասենք Եկեք կոնկրետ ասենք, քաղաքացիներն ուզում են փոխհատուցում, կառուցապատողը պատրաստ է տալ։ Եթե դատարանի որոշմամբ կհաստատվի, որ կառուցապատողին, որ որևէ բնակչի պատճառվել է նյութական վնաս, այդ նյութական վնասը օրենսդրությամբ սահմանված կարգով ապացուցված կլինի համապատասխան փորձագիտական եզրակացությամբ, որում կերևա պատճառահետևանքային կապը կառուցապատողի գործողությունների եւ պատճառված վնասի միջև, կհաստատվի, որ կառուցապատողը գործել է ոչ իրավաչափ եւ դրա արդյունքում է պատճառվել վնասը, այո կհատուցի։ Բայց որ դուք ասում եք, ես ինչի համար են օրինակը բերեցի, ասում եք ասում են, ես էլ եմ ասում։ Ասելը դեռ քիչ է, պետքա լինի հստակ փորձագիտական եզրակացություն, պետքա լինի դատարանի որոշում։ Թող գնան վնասա պատճառվել։ Որ որոշում է։ Սեպտեմբերի 18-ին, եթե չեմ սխալվում, դատական նիստ է հրավիրված, որոշում չի։ Մարզեր չի թե ինչքան կձգձգվի։ Դե դա արդեն գիտեք, ես չեմ կարող այդ հարցին Այդ ընթացքում ինչ հասցրած կլինեք։ Ինչ առումով, ինչ հասցրած։ Շինարարության ընթացքը ֆիքսված է շինարարական մատյանով եւ ժամանակացույցով շինարարական աշխատանքների, դա մի քիչ մասնագիտական եւ կապալառուին վերաբերող հարց է, ես մասնագիտությամբ իրավաբան եմ, հիմա չեմ կարող ասեմ, էլի, օրինակ չգիտեմ, մի հարկի համար նախատեսված է այսքան օր կամ այսքան ժամ, էլի։ Ընթացակարգի բանը շինարարական աշխատանքների ժամկետին համապատասխան կառուցապատումն իրականացվում է, բայց հստակ չեմ կարող ասել, օրինակ սեպտեմբերի 18-ի դրությամբ ստեղ ուր հասած կլինեն։ Անկեղծ չեմ կարող ասեմ, որովհետև ես բուն շինարարական գործընթացի մեջ չկամ եւ չեմ տիրապետում։ Ես ընդամենը իրավական մասով աջակցում եմ կամ ներկայացուցչություն եմ իրականացնում ընկերության համար եւ այդ մասնագիտական շինարարությանը վերաբերող, չգիտեմ, տարբեր խիստ մասնագիտական հարցերին այս բան ես հստակ չեմ կարող պատասխանել։ Երեխեքին ինչ կարա ասի, բայց ինքը կառուցող է։ Բայց ինքն ալա մի վարքյան մի բան Ես խնդրում եմ մի հատ հարցնեմ։ Հա, ես բողոքավոր եմ, ես կարամ ինչ որ մի բանին բողոքից ասեմ, բայց դու շինարար ես։ Դու ինչ կարաս, կառուցապատող ես։ Կարելի է մի բան ասել։ Դե ինչ պետք էր ես ասեցի։ Ներողություն։ Կառուցապատողի ներկայացուցիչն ասում է, եթե դատարանի որոշում լինի, որ պիտի փոխհատուցում տանք, նյութական վնասի
Եթե նա գոհացնի այդ նյութական բանը։ Դատարանի որոշումներին դուք պատրաստ եք ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, հիմնավորումներ, որ ձեր տան արժեքը ընկնում է այս շինության անպայման համդ արժեքն է անգնում, եթե մենք չծախենք էլ մեր տան որակն է անգնում, մենք չենք կարում նայենք դուրս, արդեն պատ ենք տեսնելու մեր փոխանակ կանաչ տեսնենք, թող միած սեփական տուն, այս 1500 մետր քառակուսի հողատարածքի մեջ իրանք ասում են 600 մետր քառակուսի շինությունն է։ Դեռ ես պետքա գեոդեզիստներին բերեմ, ես պետքա բաներ անեմ, չափումներ անեմ, հլտեսեմ սրանք տեղավորվում են իրանց գրածի մեջ թե չէ։ Ես անելու եմ որպեսզի կասեցվի այս շինարարությունը, դրա համար պետքա դեռ աշխատանքներ ունենք, բայց ով է մեղավոր, որ մեր սիրելի քաղաքապետ պարոն Բաբայանը բողոքը վրեն, այսքան ժողովրդին նա շինթույլտվություն է տվել, ով է տեսել։ Բայց այդ ամեն ինչի հաշվի առնելով ինչ եք տուն ուզում։ Որովհետև կարող է ես ծախեմ իմ տունը, որովհետև իմ տունը ընկնում է գերից։ Բա ամեն մի տունը, բայց այդ քո ինչ գործն է։ Որովհետև իմ տունը, այո։ Լսի իմ տունը, ամեն երկու հատ տունը, գիտես ինչ։ Կոյուղի չկա, ավտոմեքենան խնդիր է։ Որ ծախեմ իմ տները չծինա գինը, ծախեմ այդ համստեղից։ Բա իհարկե, բա ես ոչ եմ ապրել 8 հարկի կողքը։ Եթե ես, լսեք, մի բան եմ ուզում ասեմ, այս երկու տները, սրա հետևը, երկու հատ տներ ենք մենք ծախել։ Այո, մենք ստեղ որ ապրում ենք, ստեղ տուն չկար։ Ես հան առաջինն եղել։ Մինչև հեգնական այդ պահելաձևը, դու կարաս պահես քո տերերի հետ խոսած։ Ես տեր չունեմ։ Տուն ես լավ է։ Ներողություն էլի, բայց այս մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունն էլ է խախտում։ Այո, մարդիկ սեփական տներում են ապրում։ Գիտես ինչ միլիոններ եմ դրել ես այդ տան վրա։ Հարկա լինելու։ Այս հարկացից ջան, 8 հարկա 6 հարկա լինելու, որտեղից բաց երևալու է մարդկանց հատվածը, իրանց տան բաժը։ Դե աս պատասխանեմ ձեզ։ Ասից ջան, ես իմ տան վրա դրել եմ միլիոններ, որպեսզի հանգստանամ։ Հիմա մի բան ասեմ, հիմա պատկերացրեք ստե երկու հարկանի է, իմացա մի հարկանի է, մեզ մի հարկին է, հիմա որ գամ ասեմ, երկրորդ հարկից իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտում ողջամի տա։ Ներողություն, այստեղ սեփական տներ են, հարցը դա է, որ մարդիկ Բայց ով ասեց որ չպետք է լինի բազմաբնական։ Ապրում ենք ասում, մենք ենք ասում ընկեր, մենք ստորագրությունով ասում ենք։ Որ դատան ասեց դուք ճիշտ եք կգան կասեք շինթույլտվությունն է եղել դա։ Ինչն է մինչև շին։ Ստորագրությունն է եղել։ Մինչև շինթույլտվություն։ Եկեք մի բան հասկանանք, որ եթե որևէ հարց քննվում է դատարանում, Եվ դատարանը ինչ որոշեց, այտենց էլ կվարվենք։ Հիմա որ եկանք հավաքվեցինք ստեղ։ Մարդու անձնական կյանքի գաղտնիությունն չի խախտում։ Այս բնակարաններում օրինակ տեսանյութ դուք ծայրահեղ մեկնաբանության եք ենթարկում, որովհետև այդ նույն հաջողությամբ օրինակ պլյոնկեքի օրենքը, որ հանեցին, արգելեցին մեքենայի ապակիները պլյոնկացել, իմ անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտում է, որովհետև կողից մեքենայից տենում են ես մեքենայից մեջ ինչ եմ անում։ Ոնց չէ։ Դա ծայրահեղ մեկնաբանություններ պետք չի։ Խիստ է իր տան մեջ նկարում են։ Չէ, դուք ուղղակի օբյեկտիվ իրականությունը չեք ուզում։ Օբյեկտիվ իրականությունը այն է, որ անձնական տվյալների անձնական կյանքի գաղտնիության խախտում ստեղ չկա։ Ոնց չկա։ Չեն գնում մարդու ննջարանի մեջ, մտնում, չգիտեմ ինչ անում, ժողովուրդ կամ իր խոհանոցում։ Որ չկա ստեղ։ Կարող է չկա, իմ անձին խաղաղ։ Տեսեք, դուք այնպես բան եք ասում, ցանկացած իրավիճակում, մեր հատկապես Երևանի կամ ցանկացած իրար դեմ դիմաց գտնվող շենքերն էլ, որը տենց լինի մեկի բալկոնից մյուսի բալկոնը։ Բնակարան շենքեր։ Հա, բայց ով ասեց, որ անհատական բնակելի տունը օժտված է ավելի, չգիտեմ, լայն իրավունքներով, քան բազմաբնական շենքը։ Սեփականությունն է, բնակության համար նախատեսված վայր է։ Այդ նույնը ոնց որ ասենք, այ քոնը որ հասարակական շինություն է, ինչ որ մեկի օֆիսն է, ավելի այդպես գաղտնիություն։ Չէ, գյուղի մասին չի խոսքը։ Խի Երևանում չկա սեփական տուն կողքը բազմաբնական շենք։ Բայց էս ինչ է գյուղ, հասկանում եմ, որ վարչատարածքային միավորով, բայց սովորաբար Երևանին կապած է։ Լուրջ։ Հա։ Էս գյուղ չի, փաստորեն քաղաքում ենք, հա մենք ապրում։ Դե թող։ Ասում է քաղաք է մարդը։ Կարող է կենտրոնում ենք ապրում, չենք իմանում մենք։
Երեխեք ջան, մի բան ասեմ, էլի ես։ Ես մի բան եմ ուզում էլի ասեմ։ Դուք դիմելու եք դատարան։ Դիմա դատարանը։ Որ Փաստերով դիմա դատարան։ Պետքա կասեցվի էլ սա։ Հա, բայց ինչ հիմնավորման։ Մի րոպե էլի, ինչ հիմնավորման պետք է կասեցվի, դա ասեք։ Առաջի հերթին, որ գրել եք ձեր հայցի մեջ գրել։ Հայցի մեջ ամեն ինչ գրված է։ Գրված է թե ոնց է այս մեր գոտին գտնվում 8-րդ գոտում։ Սա գյուղ է։ Այստեղ պետք չի կարելի օրենքով։ Հենց մեր բաբայանն էլ գիտի, որ ինչ օրենքի տակ կանգնած է։ Սա մի գոտի է, որը կոչվում է 8-րդ գոտի, որտեղ որ կա թույլտվություն ամենաշատը 3 հարկ։ Առանձնատներ։ Եթե դուք վերևից նայեք, այստեղ չկա շենք։ Բոլորը սեփական տներ են կամ townhouse-ներ են 3 հարկանի։ Սենց բան թույլտվություն չի կարելի ստեղ։ Առաջի հերթին օրենքով չի կարելի, որովհետև օրենքը թույլ չի տալիս։ Մենք ունենք գոտիացման շրջաններ առինջում։ Այս գոտին կոչվում է հորային սիստեմ։ Ստեղ չի կարա կոյուղի գա։ Չի էլ եղե կոյուղի։ Հա։ Կոյուղն պետք է լիներ նոր սարքվեր։ Այս առաջինը դա է, որ պետք է թույլտվությունը մերժվի։ Հայցի մեջ Հա, հայցի մեջ դված է, որ իմ պատի հետևը հենց 6 մետր չկա։ Իմ հյուրասենյակում նստում եմ ես, պատուհանից հետո իրանց շենքն է 800։ Ու կեսներ իմ բակի մեջ է։ Իրանք մի հատ այսպես դուռը անեն։ Հարկայնությունը պահպանված չի, էլ ինչ կետ եք նշել։ Որ իմ շուխուրը մարդկային հասարակական վիճակը գալու է խանգարի, մենք չենք կարում տեսեք, մի հատ ավտո անցնում է, մեկը ճանապարհ է տալիս, դուք պատկերացնում եք ինչա կատարվելու այս փողոցների վիճակը, իրանց պարկինգների տեղը, իրանց այս ամբողջ ժողովրդի մտնել գնալը, Ստորգետնյայում ունեն 12 հատ տեղ, 64 հատ տան համար 12 հատ տեղը սարքել են, ուրա կանգնելու այդ մեքենան չլինի գալու է իմ դռան մոտ կանգնի։ Փոխհատուցման մասին։ Բայց ինչ գիտես, հիմա տուն կա 3 հատ տուն, 3 հատ ավտո ունի։ Իրանց հյուրերը փոխհատուցում եք ուզում։ Այո, անպայման։ Եթե իրանք հատ այս ստորագրողներին, ներառյալ ինձ, եթե ուզում են իրանց շինարարությունը նպատակին հասնեն, նրանք պետքա գոհացնեն մեզ իրանց փոխհատուցումով։ Եթե չգոհացնեն, կամ պետքա քանդվի, կամ պետքա գնա Դենհաղ։ Կամ պետքա, հա, ինչով կարող է 4 հատով լինի, քիչ լինի։ Էդ էլ կա։ Նայած, իմացած։ Եթե այլ բան չկա։ Երեխեք ջան, հիմա այս կողմից էլ մենք ունենք սեփականության խոտ, որ իրանց մեքենաները մենք սեփական տներ ունենք, բոլորս, մենք հերիք չենք անում այս փողոցի վրա քշենք, չենք կարողանում քշենք իրար կողքով, հիմա իմ թորնիկը, որ դուրս կա ասենց հեծանիվ քշի, հաստատ մի բան պատահելու է, դու երաշխավորում ես վաղը, որ իմ թորը ստեղ հեծանիվ քշի, Չին գնելու մեքենայի տակ։ Ալվարդ Մխիթարյան։ Ալվարդ, նաև մի հարց, 58 հոգի ստորագրել, ինչու այսքան սակավամարտ ակցիա, ինչու մյուսները չեն մասնակցում։ Որովհետև մարդիկ ասել են ստորագրել ենք, աշխատանքային օր է, կեսնել չեն իմանում, բայց իրանք հասցեներով, հեռախոսի համարներով, իրանք սեփականության թղթերով ներկայացել են պարոն սիրելի Էդվարդ Բաբայանին, իր սեղանի վրա ունենալով 58 հոգու բողոքը, նա ասել է, ես գտնում եմ շինարարությունը պետքա տրվի։ Փաստացի բացեցին, մինչև սեպտեմբերի 17-ը, եթե չեմ սխալ, նշեցիք դատական։ Այո։ Կրկին նման ակցիաներ եք անել, ինչ եք անել։ Մենք կրկին նման ակցիա